Ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանը շատ հետաքրքիր լուծում է գտնում։ Եկեղեցին կառուցում է մայր տաճարի, Էջմիածնի մայր տաճարի որոշակի լուծումների տրամաբանությամբ եւ այստեղ պետք է առանձնահատուկ շեշտել երեք կողմերից գավիթ նախասրահների նմանողությամբ կառույցների առկայությունը, որը տարածական առումով տալիս էր նույն տեսքը, ինչ որ մայր տաճարի պարագայում է։ Վերջո 1888 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունենում օծման հանդիսավոր արարողությունը եւ խորհրդանշական է, որ օծումը կատարում է ամենայն հայոց կաթողիկոս Մակար Թեղուցին, այսինքն այստեղ օծումը կատարվել է ոչ թե որևէ եպիսկոպոսի կողմից, այլ անձամբ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եւ Հայաստանի հոգեվոր միասնության եւ Արցախում փաստորեն նոր հոգեվոր կենտրոնի հաստատման որոշակի ուղերձ էր իր մեջ պարունակում, քաղաքը շեշտված հայակենտրոնության սկզբունքով պետք է զարգանար եւ ոչ թե նախկին խանական վարչակարգի տրամաբանությամբ, որ խանին ըստավարն է քաղաքի սիրտը։ Սա շատ լուրջ ուղերձ էր, Արցախի գլխավոր նոր հոգեվոր կենտրոնի հետ գործ ունենք եւ տրամաբանական էր, որ այն ժամանակի հետ դիտվելու էր իբրև առաջնորդանից։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։